Բարեկամներ ողջույն, Ամերիկայի ձայնի հայացք Ամերիկա հաղորդաշարով ձեզ հետ Ինեսա Մխիթարյանն է, այսօրվա մեր թողարկմանը դիտեք։ Թրամփը նախատեսում է 30,000 ապօրինի միգրանտների արտաքսել Կուբայում գտնվող ամերիկյան ռազմածովային բազա Գուանտանամո։ Թրամփի առաջարկած ոսկե քարտը կփոխարինի ներդրումների համար նախատեսված ամերիկյան վիզային։ Հնագույն հայկական աստվածաշունչը Վաշինգտոնի թանգարանում, Next Stop։ Աղջիկ ես, գնա աղջկա գործով զբաղվիր։ Դհոլահար Քրիստինեն, մի կնոջ պատմություն։ Գուանտանամոյի բանտը առավելապես հայտնի դարձավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ այդ արյունալի հանցագործության մեջ կասկածվողներին փակի տակ առան այնտեղ։ Ռազմակայանում գտնվող բանտը հաճախ է հայտնվել իրավապաշտպանների քննադատության թիրախում, թեև ապօրինի միգրանտների համար նախատեսված հատվածը առանձնացված է բանտից։ Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է էապես ավելացնել ապօրինի միգրանտների արտաքսումները երկրից եւ նրանց մի մասին ամերիկյան իշխանությունները մտադիր են փակի տակ առնել Գուանտանամոյում, Կուբայում գտնվող ամերիկյան ռազմածովային բազը։ Գուանտանամոյում ունենք 30,000 մահճակալ ամերիկյան ժողովրդին սպառնացող ամենավատ հանցագործներին փակի տակ պահելու համար։ Դրանցից մի քանիսն այնքան վատն են, որ նույնիսկ չենք վստահում այլ երկրների։ Սպիտակ տան ղեկավարի այս խոսքերը առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների դժգոհությունը, ընդ որում առաջին անգամ չէ, որ ռազմաբազան օգտագործվում է ապօրինի միգրանտներին փակի տակ պահելու համար։ Լայն հանրությանը Գուանտանամոն հայտնի է որպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի արյունալի ահաբեկչության կասկածյալների ներառյալ ենթադրյալ կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհամեդի կալանավայր։ Այս ամենի ֆոնին քչերը գիտեն, որ տասնամյակներ շարունակ ԱՄՆ օգտագործել է Գուանտանամոն որպես ապօրինի միգրանտների կալանավայր առանձնացված ահաբեկիչների համար նախատեսված բանտից։ Ամեն ինչ սկսվեց 1991 թվականին, երբ հազարավոր հայեցիներ փախան ԱՄՆ պետական հեղաշրջումից հետո։ Նախագահ Ջորջ Բուշ ավագի վարչակազմը փախստականների ճամբար հիմնեց Գուանտանամոյում, մինչ քննվում էին նրանց ապաստանի հայցերը։ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան փնտրող հազարավոր կուբացիներ եւ այլ երկրների ներկայացուցիչներ, որոնց ձերբակալել էին ծովում, եւս ժամանակավորապես տեղափոխվում էին Գուանտանամո։ 1999 թվականին ԱՄՆ-ում քննարկվում էր Բալկաններում հակամարտությունից փախած 20,000 փախստականներին այնտեղ տեղավորելու ծրագիրը, բայց գաղափարն առաջ չգնաց, քանի որ Գուանտանամոն շատ հեռու համարվեց այդ մարդկանց հայրենիքից։ Վերջերս Բայդենի վարչակազմը քննարկում էր Գուանտանամոն օգտագործել Հայիթիի միգրանտների սպասվող նոր ալիքի ժամանակ, թեև ի վերջո հետ կանգնեց այդ մտքից։ Խոսելով Գուանտանամոյի մասին, իրավապաշտպանները սակայն նշում են այնտեղ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։ Փախստականների օգնություն ցուցաբերող միջազգային ծրագրի զեկույցներում նշված են երկարատև ձերբակալությունների, ձերբակալվածների նկատմամբ պատշաճ ընթացակարգերի բացակայության, անբավարար բժշկական օգնության, անգամ խմելու ջրի պակասի եւ բաց կոյ ուղղաջրերի առկայության մասին։ Հայտնի է, որ ներկայում 15 կալանավոր շարունակում են գտնվել Գուանտանամոյի բանտում, իսկ նրա միգրանտների ընդունման կենտրոնը ընդունում է հիմնականում Հայիթիից եւ Կուբայից փախստականների փոքր խմբեր։ Կենտրոնի առաջիկա ընդլայնումը 30,000 ապօրինի միգրանտներին տեղավորելու համար փաստորեն շոշափելի քայլ կլինի ԱՄՆ ներգաղթի քաղաքականության մեջ։ ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Քրիստի Նոեմի խոսքով կալանավորված ապօրինի ներգաղթյալների համար կլինի պատշաճ ընթացակարգ, սակայն իրավապաշտպանները շարունակում են մտահոգ մնալ, բացառելով, որ կարճ ժամանակում նման քանակի մարդկանց հետ գործ ունենալը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտումների։ Մինչ այժմ Տեխասում գտնվող ապօրինի միգրանտների կենտրոնից Գուանտանամոյ տեղափոխվել 175 մարդ։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, թե նախատեսում է առաջարկել այսպես կոչված ոսկե քարտեր, որոնք հնարավորություն կտան դիմել ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար։ $5 միլիոն արժողությամբ ոսկե քարտը կփոխարինի արդեն 35 տարի գործող ներդրումների համար նախատեսված Միացյալ Նահանգների հատուկ վիզային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, թե նախատեսում է առաջարկել այսպես կոչված ոսկե քարտեր, որոնք հնարավորություն կտան դիմել ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար։ $5 միլիոն արժողությամբ ոսկե քարտը կփոխարինի արդեն 35 տարի գործող ներդրողների համար նախատեսված ԱՄՆ հատուկ վիզային։ Նրանք կլինեն հարուստ եւ հաջողակ, մեծ գումարներ կծախսեն, շատ հարկեր կվճարեն եւ շատ մարդկանց կընդունեն աշխատանքի։ Կարծում ենք, որ չափազանց հաջող գործ կլինի, ասել է Թրամփը։ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը նշել է, թե արդեն 2 շաբաթից Թրամփի ոսկե քարտը կգա փոխարինելու հանրահայտ EB-5 վիզային։
IB 5 ուժի մեջ մտավ 1990 թվականին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար եւ հասանելի է այն մարդկանց, որոնք մոտ 1 միլիոն ներդրում են կատարում ԱՄՆ-ում առնվազն 10 աշխատակից ունեցող որևէ ընկերությունում։ Լատնիկի խոսքով ոսկե քարտը ներդրողների համար կթանկացնի ԱՄՆ մուտք գործելու գինը եւ վերջ կդնի խաղարկություններին եւ անհեթեթությանը, որոնք ըստ նրա բնութագրում են IB 5 ծրագիրը։ Գրին քարտի նման այն կարող է հիմքեր ստեղծել, որպեսզի անձը հետագայում ստանա ԱՄՆ քաղաքացիություն։ Ստալա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Այս անգամ Next Stop-ի շրջանակներում Անուշ Հակոբյանը այցելել է Վաշինգտոնում գտնվող Աստվածաշնչի թանգարան, որտեղ ցուցադրված է նաև հնագույն հայատառ Աստվածաշունչը։ Իմ հետևում Աստվածաշնչի թանգարանն է, որտեղ Հայաստանի հետ կապված մի քանի հետաքրքիր նմուշներ կան։ Ողջույն, ձեզ հետ Անուշն է, եւ այսօր միասին մի փոքր ժամանակ ենք անցկացնելու այս թանգարանում։ Մայրաքաղաք Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը գտնվում է ԱՄՆ Կապիտոլիումի մոտ։ Այստեղ պահվում է աստվածաշնչյան տեքստերի եւ արտեֆակտների ամենամեծ հավաքածուներից մեկն աշխարհում, որոնց մեջ են մտնում նաեւ հին հայկական մի շարք արտեֆակտներ։ Թանգարանում շատ հետաքրքիր բաներ ունեմ ձեզ ցույց տալու, բայց նախ սկսենք Աստվածաշնչի թարգմանության բաժնից, որտեղ մտնելուն պես ամենահնագույն թարգմանություններ բաժնում միանգամից նկատեցի այս առանձնացված հայկական Աստվածաշունչը։ Մագաղաթի վրա գրված այս հայերեն ձեռագիրը Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակներից է եւ գրվել է մոտավորապես 1100-ից 1400-ական թվականներին։ Ասվում է, որ այն օգտագործվել է Կիլիկիայի թագավորների թագադրման արարողությունների ժամանակ։ Հենց նույն սենյակում մի փոքր այն կողմ գրքերի գիրք կոչվող բաժնում տեսնում ենք քրիստոնեության մի քանի հիմնական խմբերը։ Եվ մոտենալով արևելյան ուղղափառ հատվածին կրկին կարող եք տեսնել հայկական Աստվածաշունչը։ Հայկական Աստվածաշնչի կողքին նույն խմբում են նաև սիրիական, ղպտի եւ եթովպիական Աստվածաշնչերը։ Թանգարանը հնարավորություն է տալիս նաև շրջել հին Նազարեթ քաղաքի կրկնօրինակով, որտեղ ըստ Աստվածաշնչի անցել է Հիսուսի մանկությունը։ Այստեղ ամեն ինչ իրոք շատ գեղեցիկ ու հետաքրքիր է։ Թանգարանի այս հատվածում անմիջապես տեղափոխվում ենք առաջին դար։ Այստեղ կարող եք տեսնել, թե որտեղ են մարդիկ ապրել այն ժամանակ, ինչպես են կերել, ինչպես են պատրաստել իրենց հացը, հավաքել եւ պահել ջուրը եւ անգամ նաեւ գինին։ Ահա այստեղ կարող եք տեսնել գինու պատրաստման ընթացքը։ Նազարեթով քայլելիս նույնիսկ կարող եք հանդիպել այն ժամանակվա հագուստով մարդկանց, ովքեր կպատմեն ձեզ իրենց կյանքի պատմությունը։ Իսրայելի հյուսիսում գտնվող այս քաղաքում հենց Ավետարանի համաձայն անցել է Հիսուսի մանկությունն ու պատանեկությունը, ինչի պատճառով էլ Հիսուսը կոչվել է Նազարեթցի կամ Հանոզրի, այսինքն Նազարեթ քաղաքի բնակիչ։ Քաղաքի այն ժամանակների կրկնօրինակով զբոսնելն իրոք շատ հետաքրքիր էր։ Եթե մայրաքաղաքի տարածքում լինեք, անպայման խորհուրդ կտամ այստեղ այցելել։ Աստվածաշնչի թանգարանը նաև բաց չի թողնում հնարավորությունը ցույց տալու, թե ինչպիսի մեծ ազդեցություն է ունեցել Աստվածաշունչը մարդկության պատմության, արվեստի, նորաձևության եւ գիտական ոլորտներում։ Օրինակ, սա երաժշտության բաժինն է։ Այստեղ արգելված եւ այրված կոչվող հատվածում նաեւ անդրադառնում են պատմության ընթացքում ոչնչացված Աստվածաշնչներին, այդ թվում Չինաստանում մշակութային հեղափոխության եւ նացիստական Գերմանիայի հալածանքների ժամանակ։ Մինչ թանգարանը լքել է, ցույց կտամ նաեւ ինձ համար երկու հետաքրքիր նմուշներ։ Այստեղ են գտնվում Ջեյմս Թագավորի Աստվածաշնչի առաջին հրատարակությունները։
Այստեղ են նաև Մեռյալ ծովի ձեռագրերը, որոնք հայտնաբերվել են 1947-ից 1956 թվականներին Մեռյալ ծովի հյուսիս-արևմտյան ափին գտնվող 11 քարանձավներում։ Դրանք մոտավորապես 2000 տարվա հնություն ունեն եւ ներառում են եբրայերեն աստվածաշնչի մարդկությանը հայտնի ամենահին օրինակները։ Դե ինչ այսօրվա համար այսքանն էր։ Գրեք մեզ, թե ինչ այլ թեմաներ են հետաքրքրում եւ մենք անպայման կանդրադառնանք դրանց։ Հետևեք Ամերիկայի ձայնին տարածաշրջանային եւ միջազգային լրատվության համար։ Հայաստանի տեղն ու դերը աշխարհում մեր նոր տեղորոշում շարքում։ Ծանոթացեք ամերիկյան ընտանիքների նիստուկացին ընտանիքով։ Բացահայտեք ամերիկյան կենսակերպնողները Next Stop Vlog-ում։ Ոգեշնչող պատմություններ եւ կանանց խնդիրներ մի կնոջ պատմություն շարքում։ Իսկ ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներից ամերիկահայերի մասին են պատմում մեր թղթակիցները։ Ամփոփեք շաբաթը հայացք Ամերիկա հաղորդաշարով Armenia TV-ի եթերում։ Վաշինգտոնից տեղափոխվենք Հայաստան եւ ծանոթանանք Քրիստինե Հովանեսյանին, ովի հակառակ առկա կարծրատիպերի դհոլն է ընտրել որպես երաժշտական գործիք իր համար։ Իմ ամբողջ սովորելու ընթացքում բավականին վատ էին նայում մարդիկ, ոնց որ երթուղայինով գնում ես վայ աղջիկ, դհոլով գնում է ամոթա, ոնց մինչև հիմա էլ մինչև օրս էլ հիմա բավականին քիչ, բայց վիդեոների տակ այդ մեկնաբանություններում միշտ հանդիպում աղջիկ ես գնա աղջկագործով զբաղվի, մի նորմալ մասնագիտություն ընտրի ու այդպես, այնպես չի, որ իմ բարեկամական շրջանում չի եղել էլի այդ արտահայտությունը, հեռու չի։ Բայց հիմա բավականին տեսնում ենք, որ աղջիկները բավականին շատացել են, ինչը շատ ուրախ եմ ես այդ հարցում։ Առաջին անգամ դուլ տեսել եմ 8 տարեկանում հայրիկիս ընկերոջ տանը։ Ամանորին հյուր էինք գնացել, երեխաներով խաղում էինք սենյակում ու բոլոր խաղալիքները մի կողմ դրեցի ու գնացի գործիք վերցրեցի, սկսեցի ուսումնասիրել։ Ինքը ինչից է կազմված, ինչ է ընդհանրապես ինքը իրանից ներկայացնում։ Հետո որ հետ եկանք տուն, արդեն տանը ասացի, որ ուզում եմ ինձ տանեք դհոլի, ես պետք է գնամ։ Սկզբից ուզում էինք խաղալիք դհոլ նվիրեին, որ տենց հավեսս հանեմ ու տենց մոռանամ անցնի գնա, բայց ընթացքում հասկացա, որ լուրջ է ամեն ինչ ու ամեն դեպքում ընդունեցին որոշումս ու սկսեցի հաճախ։ Ես բարձրագույն չեմ ավարտել, ես քոլեջն եմ ավարտել ու դրանից հետո միտք եղել է, որ կարող է ամեն դեպքում շատիկի դիպլոմի համար բան ես չեմ կարա նորից մտնեմ այդ ամեն ինչի մեջ։ Ու դպրոց ավարտելու ժամանակ վերջին մի կես տարին պարապում էի, որ պետք է ընդունվեմ։ 2 տարի ոչ միտեղ չեմ ընդունվել։ Փորձեր եմ արել ընդունվելու, փոշմանել եմ էլի կեսից, դե սկզբից ասացի կիրառական մեխանիկա էի ուզում ընդունվել, հետո չգիտեմ խի ու ոնց գործերս տվեցի ոստիկանական ակադեմիա իրավագետ էի ուզում դառնալ, միակ տեղն է որ գործերս տվել եմ, բայց հաջորդ օրը հետ եմ վերցրել։ Դրանից հետո ասացի լավ, դպրոցում շատ վերջի 2 տարին շատ հետաքրքրված էի պատմությամբ, ոչ չի բռնում աթեմեի պարապում հետաքրքրված էի պատմությունով, որոշեցի դառնամ թուրքագետ, հետաքրքիր շատ ոգևորված էի, մի որոշ շրջան պարապեցի պատմություն ու անգլերեն էի պարապում, էդ էլ փոշմանեցի, հետո ասացի լավ, հեռակո հոգեբանություն կտամ, հետաքրքիր է շատ կուսումնասիրեմ, էդ էլ էլի փոշմանեցի, ասի ամեն դեպքում քոնը երաժշտությունն արի դու գնա քո գործով զբաղվի։ Երբ որ Աբովյանում էի սովորում ու միշտ ես սա պատմում եմ, իմ համար երևի դա մանկական տրավմաներից մեկն է։ Առաջին մեծ տրավմաս, որը որ մինչև օրս մնացել է, այստեղ առաջին ելույթներին ես Քրիստինեն բեմ պետքա բարձրանա առաջի անգամ ու մշակույթի կենտրոն էր, որտեղ որ սովորում էի ու բոլոր տարբեր գործիքներ կային ու կար համույթ, որտեղ որ տարբեր գործիքներով միասին պետքա նվագեինք։ Ու տնորենը ասում է, որ գալիս ենք բոլորը սպիտակ վերնաշապիկով, աղջիկները հագնում են յուբկա, տղաները հագնում են շալվար։ Դե ես գնում եմ դհոլի, նստելու դիրքը հարմար չի յուբկայի,
ամեն դեպքում աղջիկ եմ, բայց հագնում եմ տաբատով եմ գնում այդ օրը համերգի։ Ամբողջ դահլիճի ներկայությամբ ինքը ինձ վրա գոռում է, որ ես քեզ ասել եմ յուբկա, դու շալվար ես հագել ու այդ տենց ես դողալով, լացելով, չգիտեմ ում յուբկան ընդեղից ինձ տալիս աղջիկներից մեկի, որ ես հագնեմ, բարձրանամ բեմ։ Ես սկծկված, այսպես կուչ եկած, այսպես նվագում եմ։ Ու մինչև հիմա ես դա հիշում եմ ու ցավոտ էր։ Իրականում ինձ էլ է հետաքրքիր ես ինչն եմ սիրել այդ տարիքում։ Հիմա որ հասել եմ, սովորել եմ ու բոլոր կարելի ասել բոլոր հարվածային գործիքները սովորել եմ, ամեն մեկի գեղեցկությունը հասկանում եմ ու նշանակությունն եմ հասկանում։ Բայց 8 տարեկան երեխան դժվար է ամեն ինչը հասկանար։ Չգիտեմ ինչն է ինձ գրավել։ Ինձ էլ է շատ հետաքրքիր։ Որ ասում եմ հաջողության, որ հասել ես ում է շնորհակալ, առաջին հերթին հարևաններին եմ շնորհակալ, որովհետև շատ եմ պարապել։ Հետո ընդունվելու ժամանակ դհոլից անցա պարաբանին, ընդհանուր հարվածային գործիքներին, հետո տանը նվագում էի ու ամռան շրջան էի պարապում, պատուհանը բաց դաժում եկել ու շոկ էր։ Այդ նվագումս մինչև կանգար հասնում էր հարվածայինի դհոլը գոնե մի քիչ ցածր է, բայց ոչ մի օր կար, օրը 4 ժամ պարապում էի, որ քննության էի պատրաստվում, ոչ մի անգամ չի եղել, որ մենակ մի անգամ դուրը ծեծեցին կողքի շենքից, կներեք էլի 1000 ներողություն, տատիի 40 քնո, եթե կարելի է գոնե 2 ժամ չնվագի, դա ցիլավ։ Ես հիմա անկեղծ ասած իմ շատ կոմֆորտ զոնայում եմ։ Ու բնականաբար լինում են որ ինչ-որ օրինակ այն օրն էլ այդ միջոցառման նվագում էինք, բավականին պաշտոնյա մարդիկ էին ու որ նայում ես բոլորը հիացած, շատ հիացած են որ ասես նայում են նվագում ես, մեկին փարում էր, մեկը ֆրոց սենց արեց, որ մի նվագել, ականջս արդեն ծակում եմ, այն ժամանակ ես կարող ասես թողեի գնայի լացեի, ասեցի օքեյ, շարունակեցի նվագել։ Տանը պահում եմ միայն այս գործիքի անունը հանդփան, այդպես է ինքը կոչվում, ասիական ծագում ունի ու ինքը համարվում է մեդիտացիայի գործիք, շատ նյարդերը հանգստացնող գործիք է ու բոլոր մեդիտացիայի երաժշտությունները, մեծ մասը, յոգայի երաժշտությունները հենց այս գործիքով են ու ես ինքս էլ արդեն կլինի 2-3 տարի զբաղվում եմ յոգայով ու այս գործիքը պահում եմ տանը, որ մի քիչ, չգիտեմ, գալիս եմ տուն երթայնացած եմ լինում կամ ինչ-որ մի բան այն չի լինում, այս գործիքը շատ հանգստացնում է։ 5 տարի որ սովորեցի դոլարների անսամբլում, այնտեղ ավարտելուց հետո ընդունվեցի Երևանյան թմբուկներ աղջիկներից կազմված թմկար աղջիկներից կազմված խումբ, որտեղ որ մինչ օրս կապ ունեմ իրենց հետ, արդեն 10 տարի, իրենց հետ նվագելու ժամանակ շրջագայություններ շատ ունեցել ենք։ Հայաստանը տարբեր երկրներում 9-ից ավել երկրում ներկայացրել ենք, այս մի քանի ամիս առաջ էլ Չինաստանից եկանք։ Մինչ դպրոցը հիմնելը մոտ տարիոկես աշխատել եմ Աբովյանի մշակույթի կենտրոններից մեկում ու ինչի համար եմ որոշել, որ պետքա ես դասավանդեմ։ Գաղափարը եղել է այն, որ պետք է ունենամ աղջիկների խումբ։ Աղջիկների խումբ ու այն մանկուց եկած տրավմաները, որ պետք է ես հաղթահարեմ ու մարդկանց պետք է հակառակը ապացուցեմ։ Որ կլինի աղջիկների խումբ, որը որ ամբողջ Հայաստանում հայտնի կլինի ու որոնք որ ցույց կտան, որ ամեն դեպքում աղջիկը եւս կարա շատ գեղեցիկ, շատ նուրբ, բայց միաժամանակ շատ խրոխտ ներկայացնի այդ գործիքը ու հեչ պարտադիր չի դրա համար լինես տղա։ Հետո որոշեցի արդեն տարիոկես աշխատելուց հետո որոշեցի որ առանձնանամ, որ արդեն անեմ այնպես, ինչպես որ ես եմ ուզում, այնպես որ այսպես ասած այն օրենքներով աշխատեմ, որոնք որ ես գտնում եմ, որ դրանք ճիշտ են։ Ու աղջիկների խումբ ես ունեցա։ Տարիներ անց ու խմբում կային, ստուդիայում կային համ աղջիկներ, համ տղաներ, բայց հետո ինչ որ մի շրջան առանձին աղջիկների հետ սկսեցի աշխատել, կար աղջիկների խումբ, որոնց հետ որ իմ երևի առաջին մեծ հաղթանակը եղավ այն, որ հունիս ամսին մենք գինու փառատոնին մասնակցեցինք, Ամերիկայի դեսպանատան հետ համագործակցեցինք ու
աղջիկների խումբ, Dream Beat աղջիկների խումբ, որպես այդպեսին ես ներկայացրեցի ու գիտեք, վինո փառատոնին ինչքան մարդ է լինում ու ինչքան մարդ է տեսնում ու որ արձագանքը շատ լավն էր, իմ համար այդ շատ մեծ հաղթանակ էր։ Դպրոցը հիմնվել է 2020 թվականից, մեկ տարուց ավել աշխատեցինք, հետո համարը մի տարի էլի ընդմիջում եղավ, դրանից հետո էլի բացվեց ու մի շաբաթ առաջ փակվեց։ Փակվելու պատճառները մի քիչ շատ են, մի քիչ խառն են, բայց այն պատճառներից, որոնք որ կարող եմ հիմա ասել, դա այն է, որ ամեն դեպքում ես հասկացա, որ պիտի մի քիչ ավելի շատ ինձնով զբաղվեմ, մի քիչ ժամանակ չէր մնում իմ պարապելուն։ Այսինքն դու սովորեցնում ես, պարապում ես, բայց գալիս է մի կետ է հասնում, որ հասկանում ես ամեն դեպքում հա ունես գիտելիքը, բայց ինչ որ մի բան քո մասնագիտության մեջ ուզում ես այլ ավելի առաջ գնաս ու այս տարվա մեջ մի քիչ շատ ավելի ուրիշ տեսակի ծրագրեր ունեմ, որոնք որ կիրագործվեն, եթե ես ինքս վրա շատ ժամանակ ծախսեմ ու ես ինքս պարապեմ։ Ներկա պահին ստուդիան փակելուց հետո ունեմ մի քանի 3-4 հոգի աշակերտներ, որոնց հետ պարապում եմ անհատական։ Ներկա պահին նվագում եմ տարբեր ռեստորաններում աշխատում եմ, հիմնականում աշխատանքս էսպայի դրությամբ DJ-ի եւ DJ-ների հետ է լինում։ Հանդիպումների ժամանակ ես միշտ այդ խնդիրը մեր մոտ լինում է, որ Քրիստինեի մասով, որ ինքը ուզում է, որ իր գործիքների հետ կապված, իր մասնագիտության հետ կապված, միշտ այդ պլանկան հենց ասած լինի, էլի, որ մարդիկ չասեն նվագելուն խփել, չասեն եւ ու տենց գործիքներին իրանց անունները տան, նմանատիպ խնդիրներ շատ ենք ունենում ու նույնիսկ ում հետ պետք է հանդիպենք, ես իրանց շատ ժամանակ պատրաստում եմ, որ Քրիստինեն, որ այդտեղ պիտի արդեն լինի, իրանք նենց խոսան, որ ինքը կարա լուրջ վիրավորվի դրանից։ Այսօր այսքանը, հետևեք Ամերիկայի ձայնին նաև մեր կայքում և սոցիալական հարթակներում։ Կհանդիպենք։